Արարատյան խոհանոց, հետաքրքիր ուտեստներ, ջերմ մթնոլորտ եւ լավ մտահղացումներ։ Հենց այս ամենին պիտի ներկա լինենք այսօր, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Նշած այս բոլոր երևույթները մենք մատուցելու ենք ձեզ իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է մեր լավ բարեկամ եւ ամենաակտիվ հեռուստադիտող Աննա Թադևոսյանը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, մերսի։ Շատ ուրախ եմ նորից հանդիպելու համար եւ ուրախ եմ, որ չմերժեցիր։ Ավելին ասեմ, խոստացար, որ այսօր շատ ուրախ մի հաղորդում ենք ունենալու։ Այո, փորձենք։ Ես տեսնում եմ, որ լավ տրամադրություն ունես, ինչ ենք պատրաստելու։ Գիտես, որ միամսյակ է եւ այս ամիսը նվիրված է մեր հնագույն ուտեստներին, այն ուտեստներին, որոնք մենք ժառանգել ենք մեր տատիկներից։ Եվ պիտի պատրաստելով նաեւ վերհիշենք մեր տատիկներին, վերհիշենք մենք նրանց այդ լավ տրամադրությունը, այն բարի իրենց էությունը։ Հիշում եմ, տատիկների հետ կերակուր արդեն պատրաստել ենք միասին։ Այսօր որոշել եմ պատրաստել էլի տատիկի կերակուր, բայց իմ տատիկի կերակուրը չեմ պատրաստելու։ Կարծում եմ ինձ կհասկանան բոլորը, որովհետև յուրաքանչյուրիս կյանքում ամենաերջանիկ ժամանակահատվածը մանկությունն է։ Եվ այն ինչ որ ես այսօր պիտի պատրաստեմ, դա իմ երջանիկ մանկության աղն ու համեմունքն է, չգիտեմ ոնց անվանեմ։ Հարևանի տատիկներ, հայ գնում էի։ Չէ, դա շողիկ տատի աղցանն է։ Իսկ թե ով է շողիկ տատը, ես հիմա կասեմ։ Դա շատ հայտնի մի մարդու, ռեժիսոր Զորաբ Բեկ-Գասպարենցի տատիկն է։ Բանն այն է, որ գուցե սկսենք պատրաստել, ես ընթացքում պատմում, հա։ Օգտագործելու ենք խաշված կարտոֆիլ, տեսնում եմ, կաղամ, գազար, ծտու կաղամ, գազար, այո։ Սոխարած պիտի անենք։ Անպայման։ Եկեք այս անգամ սոխը ես կտրատեմ, որովհետև ձեզ ավելի բարդ գործ կթողնեմ։ Այո, դու ցանկացար այն մանր կտրատված Այո, բարակ գեղեցիկ կտրատված լինի գազարը եւ կաղամը։ Կաշխատեմ բավարարել քո ցանկը։ Իսկ սոխը ես կկտրատեմ լուսնաձև։ Կիսա լուսնաձև։ Այո, կիսա լուսնաձև ներողություն։ Շողիկ տատի։ Ուրեմն շողիկ տատը, արդեն ասեցի, Զորապի տատիկն է։ Ինքը չկա արդեն, ցավոք։ Բայց առաջին դասարան երբ գնացինք, ես եւ Զորապը, չգիտեմ ոնց ստացվեց, որ այդ առաջին օրը սեպտեմբերի 1-ին, երբ որ մենք առաջին անգամ մեր ուսուցչուհու հետ առաջին ուսուցչուհու հետ պիտի մտնեինք դպրոց, չգիտեմ ոնց ստացվեց, որ մենք բռնեցինք իրար ձեռք եւ մտանք դպրոց։ Զորապի հետ։ Այո, Զորապի հետ։ Եվ 10 տարի շարունակ ես եւ Զորապը նստեցինք իրար կողք։ Ես մտածեցի 10 տարի շարունակ ձեռքը բռնած։ Դե մոտավորապես։ Բայց այդ 10 տարիների ընթացքում իհարկե մենք ուղղակի հենց այնպես չենք նստում իրար կողք, մենք շատ մտերիմ ընկերներ ենք առ այսօր։ Բացի դրանից ընկերացրեցինք մեր ծնողներին եւ առ այսօր ընտանիքներով մտերմություն ենք անում արդեն 30 տարի է։ Այո, այդպես։ Երանելի բան է դա, գովելի։ Եվ շատ հաճախ դպրոցից տուն գնալուց մեր ծնողները միասին էին մեզ ստանում։ Չեմ ասի այդպես կուլտուրական Տիկին Ռուզաննա, կասեմ Ռուզան Ծոցյան, ոնց որ դիմում ենք առ այսօր իրեն։ Կամ Ռուզան Ծոցյան լինում էր ինձ էր վերցնում, կամ իմ մաման էր վերցնում Զորապին, եւ այդպես մենք միասին գնում էինք տուն։ Եվ շատ հաճախ մեկնումեկից տուն էինք գնում։ Մինչև հասնելը։ Մինչև մյուսի մաման կմիանար, այո։ Եվ իմ կյանքում ամենատպավորիչ բաներից մեկը դա այս աղցանն էր։ Այս սա հիշողություն է։ Հա։ Մենք գալիս էինք դպրոցից տուն սոված ու գիտեինք, որ Ռուզանցյան միշտ Սառնարանում ունի շողիկ տատե աղցանը։ Շատ հաճախ երբ որ շողիկ տատը գյումրեցի է, շողիկ տատը որ լինում էր Երևանում, ինքն էր պատրաստում մեզ համար այդ աղցանը, բայց եթե անգամ Երևանում չէր, Ռուզան Ծոցյան միշտ այս աղցանը մեզ համար պատրաստում էր։ Այսինքն կարող ենք ասել գյումրվա աղցան էր սա։ Այո, գյումորը ինչքանով ավանդական է, թե ինչքանով հին ուտեստ է, ես չգիտեմ։ Բայց ինձ համար ես ամբողջ կյանքս սա հիշելու եմ, սա շողիկ տատե աղցանն է։ Շատ լավ։ Շատ ուրախ մթնոլորտ էր միշտ լինում իրենց տանը եւ ընդհանրապես երբ որ մենք ընտանիքներով միասին հավաքված էինք լինում, շատ ուրախ ու երջանիկ մթնոլորտ էր։ Ես վստահ կարող եմ ասել, որ ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել։ Իսկ կաղամբը բավական է, այսինքն թթուն բավական է։ Բավական է։ Այսպես խառնենք, ես մի հիմա ափսեի մեջ դնեմ։ Կարտոֆիլը պիտի մաքրենք ու կտրատենք, չէ՞։ Մաքրենք։
Շատ հետաքրքիր, այսինքն շատ բանիմաց տատիկ էր։ Շատ հետաքրքիր, շատ գրքեր ունեին իրենք տանը, շատ մեծ գրադարան ունեին, թե այստեղ Զորաբենստանը շատ գրքեր կային եւ թե իրենց տանը Շողոքզադենստանը այնտեղ Գյումրիում շատ գրք։ Դեն ժամանակ Լեննական էր։ Լեննականում շատ գիրք կար եւ ինչ ինձ պետք էր լինում առաջին հերթին ես վազում էի իրենց տուն։ Բոլոր իմ գրքերը, որոնք ես տանը չունեի, կարդացել եմ, բոլորը վերցրել եմ գրեթե իրանց տանից։ Ես կհամեմեմ սոխ կանեմ այստեղ, սոխի վրա կանեմ աղ եւ կհամեմեմ, հա, այստեղ մի քիչ էլ կարմիր բիբար եմ դնելու, բայց վերջում եմ դնելու։ Արդեն Բայց ես եթե ճիշտ հասկացա, այս աղցանի պատրաստման ձևն էլ ես տեսել, այսինքն որոշ դեպքերում նաև ունկնդրել ես, Այո, շողոք տատի պատրաստելուց էլ եմ տեսել, Ռուզանցոցայի պատրաստելուց էլ եմ տեսել, այնպես որ այսած շատ լավ եմ հիշում, էլի։ Եթե նույնիսկ օգնում էի, կարտոֆիլը կտրատում էի շողոք տատի համար։ Աննա ջան, եթե նույնիսկ այդպես շատ հին ինչ-որ ավանդական չլինի, սակայն նույն ընտանեկան աղցանը պիտի լինի։ Եվ շատ լավ կլինի, որ մենք բոլորս ունենանք այդպեսի ընտանեկան կերակրացանք, լինի դա աղցան, լինի տաք կերակրատեսակ։ Իմ մանկության աղցանն է։ Ինչ ձև պիտի կտրատեն։ Ոչ շատ գեղեցիկ։ Քառակուսիների։ Քառակուսիների, բայց մի քիչ խոշոր կարող են լինել։ Մի փոքր խոշոր կարող են լինել։ Ես հասկացա, որ այն ժամանակ ձևին շատ ուշադրություն չէր Ու դա դարձնում։ այնքան համեղ էր։ Այս սև պղպեղի կծվությունը, որ աննկատ է լինում, բայց միևնույնն է զգում ես, շատ հետաքրքիր է։ Արկա է կա, բայց չի նկատվում։ Այո։ Դա արված է քիմքի այդ զգայարանների այդպես թաքնված համեր, այո։ Կարտոֆիլը երկուսն էլ պիտի մաքրենք։ Հա։ Տաղավարից բոլորը Չեմ պիտի։ օգնի, որովհետև չեմ ուզենա այլ։ Այնքան գոհեցիր, որ նկարանող խմբի մոտ էլ առաջացավ ցանկություն եւ հուշում են, որ ամբողջն արեք, որ հերիքի բոլորին։ Շատ հաճելի է։ Մա գոնե համեղ լինի։ Դե այսքան լավ տրամադրությունով պատրաստելուց հետո եթե պիտի համեղ չլինի, ուրեմն իզուր ենք ընդհանրապես հավակնում որևէ ուտեստ, որևէ կերակուր պատրաստելու։ Իսկ այդ պատրաստելու ժամանակ շողի տատին ինչ որ երգ կամ ասացվածք կամ բանաստեղծություն երբևէ չի երևում։ Չէ, ճիշտն ասած, այն օրերին, որ ես ներկա էի գտնվում, այս աղցանը պատրաստելուց, մենք այնքան շատ էինք լինում, որ հնարավոր չէր կարողանա երգել, որովհետև այդ խոհանոցը շատ նման էր լինում մրջնանոցի։ Մենք մժերների նման վազվզում էինք, ամենքս մի բան էր ուզում, շողոք տատը մի կողմից կտրատում էր, մի կողմից պատրաստում էր, մամաները մյուս կողմից սաստում էր, ու միշտ հումոր, միշտ ծիծաղ, միշտ ժպիտ, շատ երջանիկ խոհանոց էր այդ խոհանոցը, ես շատ եմ կարոտում այդ օրերին, շատ։ Այո, միշտ հիշում եմ եւ համեղ լինելու ամենառաջի գրավականը միշտ հումոր, միշտ ծիծաղ։ Շատ երջանիկ խոհանոց էր։ Վստահ եմ, որ Ռուզանցոցյան նայելու է հաղորդումը, դիտելու է եւ անպայման ուզում եմ, որ իմանա, որ դա իմ կյանքում ամենասիրած խոհանոցն էր։ Շատ հետաքրքիր։ Այսպես։ Կարտոֆիլը կտրատեցինք։ Ես ուզում եմ, որ մի փոքր սառի մեր սոխառածը։ Սոխ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հանեմ ուղղակի այս կողմել իսա։ Այսպես։ Ոչ մի բարդ բան չկա մեր աղցանի մեջ, երևի ես կյանքում ամենահեշտ աղցաններից մեկն է։ Հենց դրանով էլ արժեքավոր է։ Այո։ Գտալ, այո։ Երկուսը տան, որ կարողանաս խառնել։ Միած սկզբում հələ դնեմ։ Այստեղ իհարկե աղը քիչ կանեմ ավելի, որովհետև թթուն ինքն էլ արդեն աղի է։ Սև պղպեղն ավելացրել եմ սոխառածի մեջ, այստեղ կավելացնեմ միայն կարմիր պղպեղը։ Բայց այդ կետիկները կարմիր շատ գեղեցիկ են, սիրուն ներկում են, գծու է մեր պղպեղը։ Չէ,
Շատ սիրում։ Շատ ավելի լավ։ Մի փոքր անեմ, հա, երևի։ Շատ քիչ, մի քիչ խառնեմ նոր։ Դու խառնի ես ավելացնում։ Իրականում հենց սա է աղցանը կարծում եմ, այլ ոչ թե այն աղցանները, որով ուղղակի կարելի է հագենալ, քաղցը հագեցնել։ Կամ հավելված լինի, հիմա ինչ է սովորույթ է դարձել, կարծես լավագույն դեպքում թթվասերով պիտի անպայման հավելեին, բայց պարզ սոխառած եւ պարզ մթերքներ։ Այստեղ երջանի կարևի գույներ կան։ Այո։ Այ հիմա ես կավելացնեմ այս սոխառածը։ Այստեղ որ ձեթը մի քիչ շատ է լինում, համով է լինում, որովհետեւ կարտոֆիլը, հա, կարտոֆիլը հատկություն ունի, չէ՞, ձեթը։ Սպունգի հատկություն։ Սպունգի հատկություն ունի, այո։ Որցեցի ոսկեգույն ստանալ, չգիտեմ վարպետ դուք ասեք։ Պարզ հասկանալի մթերքներ են, բայց բույրը կարծես թե որտեղից պիտի բույրը գա, բայց սոխառածի էֆեկտիվությունը շատ բարձր է, շատ։ Այսպես։ Հեշտ, արագ։ Լուիս իշնի շրիմիտ, շողիկ տատ։ Իրոք։ Նա փորձենք ինչ-որ մի բանով գեղեցկացնել, հա։ Մատուցելուց։ Ինձ թվում է կարելի է վարունգ կտրել, հյուրար կտրել, լոլիկ կտրել, հա։ Վարունգն էլ ինձ տվեք, եթե ուզում եք։ Շնորհակալություն, բայց չեմ կճվելու, թույլ կտա։ Այո, բայց ստացվի թե կարտոֆիլով այսպես ներկայացրինք, բայց աղցանը հիմնականում լոլիկ ու վարունգ է լինում։ Աբսոլյուտն։ Չի լինելու։ Մենք իրանց հենց ուղակի կսիրունացնենք։ Կանաչից վերցրու։ Ծաղիկ ստանանք։ Չգիտեմ ինձ ինչ կնշանակեք, ինչպես կգնահատեք։ Դու Տերևները։ Դու վերաբերում ես այս ամբողջին մասունքի նման, այնպես որ գնահատական այստեղ ուղղակի ավելորդ է գնահատել, որովհետև դու արդեն քո տրամադրվածությունը եւ քո տեսլականը եւ սպասելիքներն արեցիր արդեն, շատ հիանալի, պարզ եւ օգտակար։ Խնդրում եմ քո առաջարկները մեր հեռուստադիտողներին։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրեք ձեր տատիկներին, որովհետև այն պահին, երբ դուք արդեն տատիկ չունեք, հավատացեք ինձ, բոլոր մարդիկ նախանձ են դառնում։ Երբ որ փողոցով քայլում եւ տեսնում ես տատիկին թորնիկի հետ, այնքան ուզում ես քո տատիկին տեսնել։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ դեմ չեք լինի, որ ի սրտե